Մի թեմայի եւս պետք է անդրադառնամ, որ բոլորիս ուշադրությունից կարծես թե վրիպում է կամ ոմանց մոտ ստացվում է մեզ, ձեզ, բոլորիս հիմարի եւ ապուշի տեղ դնել։ Խոսքը վերաբերվում է մեր ձևով շարժմանը։ Դուք չեք նկատում, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանձին ներկայացուցիչներ ինչ ջանասիրությամբ են մեր ձևով շարժմանը հավելյալ կշիռ եւ ուժ հաղորդում։ Դուք չեք նկատել, առավոտից երեկով ոնց կարելի է անդրադառնալ մի մարդու, ում մեղադրում ես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տնից, յուրաքանչյուր քաղաքացուց գողություն անելու մեջ։ Կասեք ինձ, խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, այդ ինչպես է այդ հնարավոր։ Նարեկ, դուք նշեցիք բացթողումները, եւ յուրաքանչյուր իշխանություն պետք է ունենա նաեւ բացթողում։ Բայց ես շարունակեմ ձեռքբերումների շարքը։ Հայաստանի Հանրապետությունը փակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը։ Հիմա դուք գուցե զարմացած կլորացած աչքերով նայեք, այսինքն ներողություն։ Լսեք։ Դուք չեն նենց ներկայացրեցիք, որ այն ինչը տարիներ շարունակ քննարկվել է Արցախի ինքնորոշում, անկախություն, դա է տեղի ունեցել։ Բայց ամոթալի մի բան է տեղի ունեցել։ Լսեք, ամոթալի մի բան, որը վերաբերելի է բոլորիս։ Սա գցել Փաշինյանի գրպանը որևէ մեկին թույլ չեմ տա։ Հասկանում եմ, որ հայ ժողովուրդը եւ հասկանում եմ ես հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը սենյակում են եղել, ոչ բոլորն են բանակցային սենյակում եղել։ Լսեք, ես հասկանում եմ, որ հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը միշտ սիրում է կազյոլ պատպուշենիներ կամ խավության նոխասներ գտնել եւ հիմա էլ փորձում են որոշ շրջանակներ այդ կազյոլ պատպուշենին ու խավության նոխասը դարձնել Փաշինյանին, բայց ես սա թույլ չեմ տա։ Մեղավոր ենք բոլորս։ Առավելապես այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Մեղավոր են 30 տարվա կառավարիչները։ Բելարուսամետ օլիգարխը, ով կոալիցիայի եւ Սիրավեպի ու Սիրախաղի մեջ էր Սերժի իշխանության ժամանակ Սերժի հետ, Քոչարյանի իշխանության ժամանակ Քոչարյանի հետ։ Այն Կալուգացի օլիգարխը իր ընտանիքով հանդերձ աղբերը տարիներ շարունակ Սերժի աշխատակազմի ղեկավարներ ու Սերժի իշխանության մեջ սերտաճած հետները այդպես աստիճանակարգով բարձրանում ու բարձրացնում էր։ Այնինք են մեղավոր, այն ինչ որ տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Լեռնային Ղարաբաղի համար տվել է ամեն ինչ։ Մի թեմայի եւս պետք է անդրադառնամ, որ բոլորիս ուշադրությունից կարծես թե վրիպում է կամ ոմանց մոտ ստացվում է մեզ, ձեզ, բոլորիս հիմարի եւ ապուշի տեղ դնել։ Խոսքը վերաբերվում է մեր ձևով շարժմանը։ Դուք չեք նկատում, թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանձին ներկայացուցիչներ ինչ ջանասիրությամբ են մեր ձևով շարժմանը հավելյալ կշիռ եւ ուժ հաղորդում։ Դուք չեք նկատել, առավոտից երեկով ոնց կարելի է անդրադառնալ մի մարդու, ում մեղադրում ես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տնից, յուրաքանչյուր քաղաքացուց գողություն անելու մեջ։ Կասեք ինձ, խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, այդ ինչպես է այդ հնարավոր։